Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան իր շուրջն է համախմբել աշխարհի տարբեր երկրներից Երևան ժամանած երիտասարդ դիրիժորների։ Ծրագրին մասնակցելու համար 22 երկրներից 60 ստեղծագործողներ են հայտ ներկայացրել, սակայն միայն 6 լավագույններն են ընտրվել։ Նրանք ներկայացնում են Ֆրանսիան, Գերմանիան, Իսպանիան, Արգենտինան, Հյուսիսային Մակեդոնիան և Ռուսաստանը։ Ակադեմիայի կազմակերպիչներն են Primavera Foundation բարեգործական հիմնադրամը և Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը, որոնք համատեղ ձևավորում են այս միջազգային կրթական հարթակի հիմքը՝ միավորելով մշակութային դիվանագիտությունը, կրթությունը և բարձր արվեստը։ Это вторая академия. Первая прошла в 2024 году. Սա երկրորդ ակադեմիան է, առաջինն անցկացվել է 2024 թվականին։ Սա այն երիտասարդներն են, որոնք առաջին անգամ են ընդհանրապես եկել Հայաստան։ Մենք արդեն նման փորձ ունեցել ենք առաջին ակադեմիայում, երբ մասնակիցները եկել էին միայն այն պատճառով, որ ցանկանում էին սովորել մաեստրոից, և սկզբունքորեն նրանց համար նշանակություն չուներ, թե որ երկրում է դա տեղի ունենում։ Այս իրավիճակում մենք միասին Հայաստանը դնում ենք համաշխարհային երաժշտական քարտեզի վրա, որովհետև երեխաները գալիս են, բացահայտում են Հայաստանը, մենք նրանց ցույց ենք տալիս այն, մենք նրանց պատմում ենք երկրի մասին։ Երիտասարդ դիրիժորները Երևան են ժամանել մեկ նպատակով՝ սովորել, բեմական փորձ ձեռք բերել ու կատարելագործվել։ Հյուսիսային Մակեդոնիայից Աննա Սպասովսկան առաջին անգամ է մասնակցում նման համագործակցության։ Ռադիոլուրի հետ զրույցում Աննան ասում է, հույս ունի, որ այս հանդիպումն իր համար նոր հնարավորություններ կստեղծի։ Նման պրոֆեսիոնալների հետ հանդիպումը շատ կարևոր է երաժշտի ձևավորման համար։ Մաեստրո Պետրենկոյի պես երաժշտի հետ փորձառություն ունենալը դա մեծ բախտավորություն է։ Ամեն դետալի վերաբերյալ նրա խորհուրդները շատ կարևոր են։ Մեծ բախտավորություն է նաև աշխատել ֆիլհարմոնիկի նվագախմբի հետ։ 2024 թվականին հիմնադրված այս բացառիկ նախաձեռնությունն արդեն երկրորդ անգամ է Երևանում։ Այն համախմբում է միջազգային բարձր մակարդակի փորձն ու երիտասարդ երաժիշտների տաղանդը։ Ծրագրի կենտրոնում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն է։ Նվագախմբի հետ հանրային ռադիոյի Կարմիր ստուդիայում երիտասարդ դիրիժորներն իրենց անհատական փորձերն են անցկացնում, իրական համերգային միջավայրում բացահայտելով դիրիժորական արվեստի նրբությունները, ձևավորելով սեփական երաժշտական լեզուն և բեմական վստահությունը։ Ակադեմիայի կրթական ծրագիրը ղեկավարում է աշխարհահռչակ դիրիժոր Վասիլի Պետրենկոն։ Նա նաև վարում է դիրիժորական աշխատանքի գաղտնիքները խորագրով բացառիկ սեմինարը։ Արդեն երկրորդ անգամ նույն նվագախմբի հետ։ Ինչն է կապում Պետրենկոյին ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հարցին, մաեստրոն այսպես պատասխանեց. Потому что, наверное, лучший оркестр в стране. Որովհետև հավանաբար ամենալավ նվագախումբն է երկրում, իսկ դրա համար միշտ ցանկալի է լավագույնի հետ համագործակցել։ Ինձ թվում է նվագախմբի համար եւս հետաքրքիր է տեսնել տարբեր տեխնիկաներ ու նույն ստեղծագործության տարբեր մեկնաբանություններ։ Նվագախումբը հանդես է գալիս ոչ միայն որպես կատարող կոլեկտիվ, այլև որպես կենդանի ուսուցողական հարթակ երիտասարդ մասնագետների ձևավորման համար։ Այստեղ մասնակիցները հնարավորություն ունեն ծանոթանալու Վասիլի Պետրենկոյի աշխատանքային մեթոդներին, երաժշտական մտածողությանը և նվագախմբի հետ հաղորդակցվելու արվեստին։ Վասիլի Պետրենկոն բարձր է գնահատել այս տարվա մասնակիցների պատրաստվածությունն ու աշխատանքային առաջընթացը, ընդգծելով, որ ուսումնական գործընթացը հստակ արդյունքներ է տալիս։ У нас замечательные 6 участников. Մենք ունենք հրաշալի 6 մասնակից, ինչն ինձ առանձնապես ուրախացնում է։ Արդեն 4-րդ օրն է, ինչ ընթանում են փորձերը, եւ ամեն օր ես տեսնում եմ նրանց առաջընթացը որպես դիրիժորներ։ Այն դիտարկումները, որոնք ես անում եմ մաստեր-կլասների կամ առանձին զրույցների ընթացքում, նրանք ընդունում են եւ դա անպայման կտա իր արդյունքը։ Դիրիժորն ասում է, նման ծրագրերը պետք է ավելի լայն ընդգրկում և մեծ հետաքրքրություն ունենան հատկապես հայ երիտասարդ դիրիժորների շրջանում։ Очень бы хотелось, чтобы у нас было больше. Ես կցանկանայի, որ ավելի մեծ հետաքրքրվածություն լիներ հայ դիրիժորների շրջանում, հատկապես նրանց համար այս նախագիծը պետք է ավելի լայն իրականացվի։
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը պարբերաբար համագործակցում է համաշխարհային մեծության դիրիժորների հետ, ձևավորելով բարձր մակարդակի ստեղծագործական միջավայր և ապահովելով նվագախմբի շարունակական մասնագիտական զարգացումը։ Նվագախմբի անդամներն ասում են, որ այս համագործակցությունները բացառիկ կարևորություն ունեն ոչ միայն համերգային ծրագրերի, այլև երաժիշտների կրթական աճի տեսանկյունից։ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի պրոդյուսեր Արման Պադարյանն ասում է, որ մեծ դիրիժորների հետ աշխատանքը համարում են յուրահատուկ դպրոց, որտեղ յուրաքանչյուր փորձ և յուրաքանչյուր նոր մեկնաբանություն նպաստում է երաժշտական մտածողության ընդլայնմանը։ Մեզ համար շատ կարևոր է, որ մեծ դիրիժորները աշխատեն, պարապեն Հայաստան ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։ Ինչպես մայստրո Պետրենկոն նոր բացատրեց, ամեն անգամ, երբ որ փոխվում է դիրիժորը, երաժիշտը, որը նվագում է նվագախմբում, ինքը ինչ-որ բաներ է սկսել սովորել, նույն ստեղծագործությունը կարելի է ունենալ տարբեր ինտերպրետացիայով։ Արման Պադարյանն ասում է, որ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համար առաջնային կարևորություն ունի ոչ միայն միջազգային բարձրակարգ մենակատարների, այլև դիրիժորների հետ համագործակցությունը, քանի որ հենց դիրիժորն է ձևավորում նվագախմբի ընդհանուր ձայնային պատկերն ու կատարողական ոճը։ Նվագախմբի ներկայացուցիչներն ընդգծում են, որ տարբեր բարձր մակարդակի դիրիժորների հետ աշխատանքը բարձրացնում է երաժիշտերի մասնագիտական պատրաստվածությունը, օգնելով նրանց ավելի խորությամբ հասկանալու երաժշտական նյութը, ճշգրիտ ընկալելու ղեկավարի շարժումները և զարգացնելու համատեղ կատարողական զգացողությունը։ Չէ կուզենա ինչ-որ ասոցիացվի ինչ-որ սպորտի հետ, բայց եթե ինչ-որ թիմ գալիս է ուժեղ տրեներ, հա, ուրեմն արդյունքները լավանում են։ Այսինքն, եթե մենք բերում ենք այդպիսի որակի դիրիժոր եւ ինքը աշխատում է մեր նվագախմբի հետ, բնականաբար որակները նվագախմբի բարձրանում են։ Երաժիշտները սկսում են ուրիշ ձև հասկանալ այն երաժշտությունը, նրանք սովորում են այդ լավ վարպետի շարժման ձևը, փայտիկը ոնց է ցույց է տալիս։ Ծրագիրը կամփոփվի հունիսի 28-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում կայանալիք մեծ գալա-համերգով։ Եզրափակիչ երեկոյին հենց երիտասարդ դիրիժորների ղեկավարությամբ կհնչեն համաշխարհային դասական երաժշտության գլուխգործոցներ Բեթհովեն, Բրամս, Մոցարտ, Վեբեր և Պրոկոֆիև։ Աիդա Ավետիսյան, Գագիկ Սիմոնյան, Ռադիոլուր։